1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այսօր կխոսեմ Գյումրիում կայանալիք ընտրությունների մասին, Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած ակնհայտորեն նախընտրական քարոզչական այցի մասին եւ այն մասին, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն վիրավորեց բոլոր գյումրեցիներին։ Թե ինչու կասեմ ավելի ուշ։ Ինչու են այս ընտրությունները այդքան կարևոր, որովհետև սրանք ընդհանրապես թիմ ընտրություններ չեն, թեկուզ հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ որոշելու համար։ Բանն այն է, որ Արցախի ամբողջական հայաթափումից հետո սա առաջին համեմատաբար մասշտաբային ընտրությունն է, մի տարի հետո էլ հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու, եւ այս արդեն իսկ փաստացի սկսված քարոզարշավը ցույց է տալիս, թե իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչպես են մտադիր քարոզչություն իրականացնել, ինչ տեխնոլոգիաներով, ինչ խոսույթով, ինչ քարոզչությամբ, այսինքն այդ իմաստով սա բավականին հատկանշական է եւ կարեւոր։ Եվ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, նրա ասելիքը պարզ ասած հետեւյալն էր, ասում է՝ դե լավ, մենք Արցախ կորցրեցինք, 5000 տղաների կյանք զոհեցինք, Հայաստանից տարածքներ են զավթվել, Հայաստանը նվաստացած վիճակում է, բայց ես գիտեմ, որ ձեզ դա այնքան էլ չի հետաքրքրում, ձեզ ավելի շատ հետաքրքրում է, որ ձեր սեղանին ուտելիք լինի, որ կուշտ փորով հաց ուտեք, այնպես որ իսկ այս նախկինները, որոնց անվանում է, չգիտեմ, նկողներից դուրս եկած առնետներ, ասում են, այ նրանք թալանել են ձեզ, թույլ չեն տվել, որ դուք փորով հաց ուտեք, ձեր սեղանից, չգիտեմ, կարտոֆիլ են փախցրել, ուտելիք են փախցրել, հիմա ձեզ համար որն է ավելի կարևոր։ Դուք ում եք ավելի հաճույքով մերժելու, նրան, ով ինչ որ վերացական հայրենիք է կորցրել, պետություն է կորցրել, թե նրանց եք մերժելու ում պատճառով, որ դուք սոված եք մնացել, այնքան էլ լավ չեք ապրել։ Հասկանում եք, սա իրականում զուտ քաղաքական ընտրություն չէ, որտեղ ժողովուրդը պիտի ընտրություն կատարի տարբեր քաղաքական ուժերի միջև։ Սա արժեհամակարգային ընտրություն է, եւ ինչպես ցանկացած քաղաքական ուժ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը բնականաբար պիտի քարոզչության ընթացքում ասի այնպիսի բաներ, որ ընտրողների մեծամասնությանը դուր գան։ Եվ այ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մեծամասնության համար, առնվազն գյումրեցիների մեծամասնության համար շատ ավելի կարևոր է իրենց մի փոր հացակոպիտ ասած, իրենց լավ ապրելը, քան թե Արցախի կորուստը, քան թե 5000 զոհերը։ Այսինքն այդպիսի պատկերացում ունի Նիկոլ Փաշինյանը գյումրեցիների մասին եւ եկել է բաց տեքստով ասում է, ես ձեզ լավ եմ ճանաչում, ժողովուրդ, ձեզ համար կարևորը հայրենիք բան չկա, գոյություն չունի ձեզ համար։ Ձեզ համար կարևորը այն, որ լավ չեք ապրում, դա է, ես էլ ձեզ ցույց եմ տալիս, թե ում պատճառով լավ չեք ապրում, մնացածը հեչ, հայրենիք բան կարևորը կուշտ փորով հաց կուտեք, հա, դրա եւ ովքեր ձեզ խանգարել են այդ հարցում, նրանց կգնաք կմերժեք։ Այդ հայրենիք, պետություն, Արցախ, դրանք մոռացեք, դրանք երկրորդական բաներ են։ Ահա սա էր նրա ասածը եւ որևէ մարդկային, ազգային արժանապատվություն ունեցող մեկը բնականաբար ոչ միայն պիտի սա ընկալի որպես վիրավորանք իր համար, որ իր հետ այդպես են վարվում, այլև դրանից ընդհանրապես պիտի մոռանա քաղաքական այդ ուժին ձայն տալ եւ անկախ նրանից թե ինչպես կընթանա քարոզարշավը, ակնհայտ է, որ այդ ընտրությունների ժամանակ եթե օրինակ ԿՊ ստանա 10% կամ 20% կամ 30%, չանց վստահաբար այդքան չի ստանա, ամեն դեպքում այդ ստացած տոկոսը իրականում ցույց կտա կոնկրետ գյումրեցիների, իսկ հետագայում նաև ընդհանրապես Հայաստանի բնակչության քանի տոկոսն է առաջնորդվում զուտ կենցաղային ստամոքսային շահերով եւ քանի տոկոսն է ավելի կարեւոր համարում այլ արժեքներ, օրինակ պետություն, հայրենիք, արժանապատվություն, անվտանգություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս ցուցիչն է, որ պիտի բացահայտվի Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Եվ խնդիրը միայն Գյումրին չէ, իմիջիայլոց ենթադրենք, թե այո, կպարզվի, ցավոք սրտի, այո, իսկապես էլ այդպիսի տոկոս կա բնակության բավականին մեծ, որ իսկապես էլ նրանց համար
պետություն, հայրենիք, պատմություն, անցյալ, պատմություն, այս բաները նրանց համար իսկապես էլ կարևոր չեն, ցավոք սրտի կա այդպիսի բավականին պատկառելի տոկոս, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չէր համարձակվի այդպես բաց տեքստով այդպիսի գործարք առաջարկել ժողովրդին, այլ չէր համարձակվի ընդհանրապես Երևալ գյումրեցիների աչքին կամ ընդհանրապես ժողովրդի աչքին, իսկ եթե ուզում է իշխանությունը պահպանել, պարզապես ինչ-որ ինչքան հնարավոր է ԿՊ-ից հեռու, ինչ-որ այլ անվանդակ ինչ-որ մեկին կփորձեին բերել անցկացնել, բայց չէ, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այո, այնուամենայնիվ մեր ժողովուրդը անգամ իր պատկերացման մեծամասնությունը առաջնորդում է ստամոքսային շահերով, իր ֆիզիկական պահանջմունքներն է համարում առաջնային, դրա համար էլ ինքը վստահաբար հենց այդ խոսույթն է առաջ տանում, համոզված լինելով, որ ամենալավը դա կաշխատի։ Հիմա, եթե պարզի, որ իսկապես էլ դա է աշխատում, ինչ է լինելու հետո։ Տեսեք, Ադրբեջանը պահանջում է, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բաքվում ընթացող այդ դատավարության մասին, ինչ-որ բաներ ասաց, շատ մեղ, Ադրբեջանից արագ պատասխանեցի, որ Հայաստանի իշխանությունները պիտի չխառնվեն Ադրբեջանի ներքին գործերին, հակառակը պիտի համագործակցեն եւ Հայաստանում գտնվող ռազմական հանցագործներին հանձնեն։ Հիմա ակնհայտ է, որ ինչու Ադրբեջանը առաջ այդպես չէր ասում։ Ակնհայտ է, որ Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չի եւ երբեք չի եղել։ Դա միջազգային հակամարտություն էր, դրա համար էլ ստեղծվել էր միջազգային կառույցների ներքո միջազգային կազմակերպություն ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պիտի կարգավորեր այդ հարցը, որը պիտի կարգավորեր ոչ թե Ադրբեջանի ներքին օրենսդրության շրջանակներում, այլ միջազգային իրավունքի շրջանակներում միջազգային նորմերով, այսինքն դա միջազգային հարց էր եւ Ադրբեջանը հաճույքով մասնակցում էր այդ միջազգային ֆորմատով հանդիպումներին։ Նրանք երբևէ չէին ասում, չէ, ինչու է Մինսկի խումբը դրանով զոհում, չէ որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Ոչ, երբեք այդպես չէին ասում։ Սկսեցին այդպես ասել, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ։ Ընդ որում, սա արդեն իրավունք է տալիս Ադրբեջանին հայտարարել, որ այո, դա Ադրբեջանի ներքին գործ է, դուք ինչ գործ ունեք, որ խառնում եք։ Առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իբր 91 թվականից է այդպես, եւ 91 թվականից է, որ Հայաստանը անվերապահորեն Ադրբեջանի մաս է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն ինչ տեղի է ունեցել 91 թվականից հետո Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ, դա եղել է Ադրբեջանում է եղել եւ այդ ինչ որ այնտեղ կատարվել է, դրա համար պիտի process-ներ ընթանան Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ եւ դա իսկապես Ադրբեջանի ներքին գործն է։ Այսինքն Ադրբեջանի այս պահանջը իրականում հրահրված է, խթանված է, խրախուսված է Նիկոլ Փաշինյանի պահվածքով։ Ավելին, երբ հիմա Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը համագործակցի եւ հանձնի իրենց այսպես կոչված ռազմական հանցագործներին, ապա ուշադրություն դարձեք, չգիտես ինչու Հայաստանում ընդունում նրանք անուններ չեն տվել, բայց ավելի վաղ ինչ որ ցուցակ ներկայացրել էին, ելի առանց կոնկրետ անունների, բայց եթե չեմ սխալվում 60-ից ավելի մարդու այդպիսի ցուցակ կար, հետո ավելի ընդլայնվեց, հետագայում վստահ եմ ելի կընդլայնվի, այսինքն նրանք պահանջելու են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, այլև բազմաթիվ գեներալների, քաղաքական գործիչների, մի խոսքով ամեն օր այդ ցուցակը ընդլայնելու է։ Եվ ուշադրություն դարձրեք, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այդ պահանջը արդարացի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը եթե համարում է, որ Ղարաբաղը եղել է Ադրբեջան, այսինքն այդ գործողությունները տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում, ուրեմն իսկապես էլ ստացվում որ ինչ-որ մարդիկ Ադրբեջանի տարածքում հանցանքներ են գործել, հետո եկել պատասպարվել են Հայաստանում եւ Ադրբեջանը լավ է անում, որ նրանց պահանջում է։ Հետևաբար, ինչ-որ պահի, ես օրինակ չեմ զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ այդ պահանջը, Ադրբեջանի պահանջը իրավաչափ է եւ որոշի այդ մարդկանց կամ նրանց մի մասին իսկապես էլ հանձնել Ադրբեջանին կամ ուղղակի գուցե ոչ ուղղակի Ադրբեջանին, այլ ուղղակի միջազգային դատարան ուղղակի կամ արտահանձնի երրորդ երկրին, հետո ինչ կլինի, հայտնի չէ։ Չեմ զարմանում, եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես էլ այդպես վարվի։ Եվ ահա այսօր
նա այդ փորձնական, այսպես ասենք, քայլն է անում տեսնելու համար հասարակության արձագանքը, որտեղ եթե հասարակության մեծամասնության համար պարզվի, որ իսկապես էլ մեծամասնության համար ավելի կարևոր է նորմալ ապրելը, կուշտ փորով հաց ուտելը եւ ոչ թե ասենք մեր պետական շահը, չգիտեմ, մարդկային արժանապատվությունը եւ այլն, եթե պարզվի որ այդպես է, ինչ է պատահել, կարտահանձնի վախենալու ինչ ունի, որ չարտահանձնի, ահա նաեւ սա է փորձարկում եւ այդ առաջին քայլերն է անում, առաջին գործնական քայլերն է անում, պատի ունեմ ու բաց տեքստով, որովհետեւ ըստ երևույթին Ադրբեջանը պարզապես շտապեցնում է։ Ինչ վերաբերում է այդ ընտրություններին, ապա այնտեղ փաստորեն հիմա այդ Ադրբեջանի կողմից ներկայացրելիք ցուցակի մեջ ընդգրկվածները փաստորեն այս ընդհանուր միանալու եւ այս ամեն ինչի դեմ պայքարելու համար իրար դեմ են պայքարում առանց երևի գիտակցելու կամ հասկանալու որ իրենք այն նույն ցուցակում են որը Նիկոլ Փաշինյանը կարող է հաջողության հասնել դեպքում իսկապես էլ որպես նվեր կամ որպես բոնուս կամ որպես խաղաղության միֆական համաձայնագրի ստորագրմանը նպաստող ինչ որ քայլ կարող է իսկապես էլ արտահանձնել։ Ահա սա է իրական վիճակը եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնաց Գյումրիում հենց դա էր ասում մոռացեք ամեն ինչ, մոռացեք անցյալը, մոռացեք ներկա, մոռացեք զոհեր, կորուստներ եւ այլն։ Նրանք ովքեր ձեզ խանգարել են որ դուք կուշտ փորով հաց ուտեք, այլ նրանք են ձեր թշնամիները, ճիշտ է, բոլորը հասկանում են որ այսօրվա իշխանությունների թալանը առանձնապես չի զիջում մասշտաբներով նախկինների թալանին, իսկ կրեատիվությամբ նույնիսկ գերազանցում է, բայց ամեն դեպքում այդ հռետորաբանությունը հիշում եք այդպիսի մի հայտնի տեսահոլովակ կարճակ, որտեղ ինչ որ կին այսպես կոկորտը իրեն պատրում էր, ասում էր ավելի լավ է թուրքերը գանիմ երեխաներին սպանեն, քան թե նախկինները վերադառնան։ Այ հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ այդպես մտածողներն են մեծամասնություն, եւ հենց նրա վրա հիմնվելով է փորձում պահպանել իշխանությունը։ Կոնկրետ հիմա Գյումրիում, իսկ մի տարի անց նաեւ ամբողջ Հայաստան։ Սա է իրավիճակը եւ հենց սա էր, որ ցույց տվեց Գյումրի կատարած խայտառակ այցը, որտեղ նա իսկապես ամենածանր վիրավորանքը հասցրեց գյումրեցիներին իր այդ մոտեցմամբ։ Վիրավորանք, որը մինչև գյումրեցիներին որևէ մեկը չէր հասցրել։ Առաջ այսքանը կհանդիպենք։